Գիտակցում եք արդյոք, թե որքան արժեքավոր եք։ Ենթադրում եմ, որ ձեզանից մեծ մասը չի էլ գիտակցում, թե որքան արժեքավոր է։ Քրիստոնյաների այսպես ասած հարգված տկարություններից մեկը թույլ ինքնագնահատականն է։ Այն իրեն այլ կերպ է ներկայացնում։ Ոմանց հետ երբ խոսում ես, երբեք չեն նայում քո աչքերին։ Նրանք միշտ իրենց գլուխները ցած են կախում եւ աչքերի կոնտակտից խուսափում են։ Մյուսներն էլ ներկայացնում են իրենց հագուկապի միջոցով։ Գիտեք արդյոք, որ հագնվածքը պատգամ է փոխանցում։ Ձեր հագուկապը ինչ-որ բան է խոսում ձեր մասին, լինի դրական թե բացասական։ Այն երբեք չի կարող չեզոք լինել։ Երբ մի երիտասարդ աղջիկ եմ տեսնում, ով պարկանման շոր է հագել եւ դժվար կռահելի է նրա կառուցվածքը, ինքս ինձ ասում եմ, նա ինքնագնահատականի խնդիր ունի։ Այն տարբեր կերպերով կարող է դրսևորվել։ Կարծում եմ, որ այն բավականին տարածված կրոնական խնդիր է, որը երբեմն շփոթում են խոնարհության հետ։ Սակայն եթե դուք ցածր ինքնագնահատական ունեք, ապա չեք կարող խոնարհ լինել, որովհետև չունեք խոնարհեցնելու ոչինչ։ Խոնարհ լինելն ամբողջովին այլ է։ Երբ ինքներդ գիտեք ձեր սեփական արժեքը, այն ժամանակ կարող եք խոնարհ լինել։ Որն է պատճառը։ Ինչու պետք է իմանաք ձեր սեփական արժեքը, ձեր արժեքավոր լինելը։ Ցանկանում եմ անդրադառնալ Ծննդոց գրքի առաջին գլուխներում նկարագրված Աստծո սկզբնական նպատակին, երբ նա ստեղծում էր մարդուն։ Սակայն մինչ մարդուն ստեղծելը ցանկանում եմ հիշեցնել ձեզ, որ Ադամի եւ Եվայի արարմանը նախորդել էր արարման այլ գործողություններ։ Նա արդեն արարել էր հրեշտակների փառահեղ բազմությանը, սերոբեներին, քերոբեներին, հրեշտակապետերին, հրեշտակներին եւ փառահեղ այլ արարածների։ Սակայն մի ապստամբություն բարձրացավ, որը գլխավորում էր հրեշտակապետերից մեկը, ում անունն ի սկզբանե Արուսյակ էր կամ Լյուցիֆեր, ով հետագայում պիտի Սատանա կոչվեր։ Լյուցիֆեր նշանակում է պայծառ, փայլատակող, շողշողուն մեկը։ Սատանա նշանակում է հակառակորդ, թշնամի։ Լյուցիֆերի անկման պատճառը հպարտությունն էր։ Թույլ տվեք ասել ձեզ, որ մեզ սպառնացող ամենամեծ մեղքը դա հպարտությունն է։ Այն ավերիչ մեղք է։ Եվ այսպես թե այնպես այն բոլորիս խոցելի տեղն է։ Իմ կյանքի տարիները բավարար երկար են եղել եւ հասցրել եմ տեսնել, թե որքան ծառայություններ են ավերվել հպարտության պատճառով։ Միշտ իմ անձնական աղոթքն է եղել. Տեր, ամեն գնով ինձ ետ պայր սպառնացող հպարտությունից։ Լյուցիֆերի ապստամբության պատճառն այն էր, որ նա հպարտ էր։ Իսկ նա հպարտանալու շատ պատճառներ ուներ։ Եզեկիելի 28-րդ գլխում խոսվում է երկու անձի մասին, ինչը հնարավոր է վրիպել է ձեր ուշադրությունից։ Առաջին մասում խոսվում է Տյուրոսի իշխանի մասին, իսկ մյուս կեսում խոսվում է Տյուրոսի թագավորի մասին։ Տյուրոսի իշխանը մարդկային էակ էր, սակայն Տյուրոսի թագավորը հրեշտակապետն է, Լյուցիֆերը։ Եվ ահա թե նա ինչպես է նկարագրում։ Կարդանք 12-րդ խոսքից։ Տեր Աստված այսպես է ասում. Դու որ կատարելության կնիքն ես, իմաստությամբ լեցուն ու գեղեցկության մեջ, կատարյալ, դու Աստծո պարտեզում, Եդեմում էիր։ Ամեն մի թանկագին քար քո ծածկոցն էր, սարդիոն, տպասիոն ու ադամանտ, ոսկեքար, եղեգնակար եւ հասպիս, շապյուղա եւ կարկեհան եւ զմրուխտ ու ոսկի, քո թմբուկների ու սրինգների գործը քո ստեղծման օրը քո մեջ պատրաստվեց։
And he occupied, Սա ամենափառահեղ արարածն էր, ով շրջապատված էր բացառիկ պատվով։ says, you were Ասվում է, դու օծյալ քերովբեն ես, ով ծածկում է, ով ծածկում է Աստծո գահը։ Քերովբեներից մեկը նախատեսված էր իր թևերով ծածկել Աստծո գահը եւ այդ պատիվը տրված էր Լյուցիֆերին։ Երբևէ տեսել եք ուխտի տապանակի վրա դրած քերովբեներին։ whether you've ever observed Նրանք երես առ երես կանգնած են իրար դիմաց։ we have of cherubim. Կարծում եմ այդ կերպ Աստված ասում է. Later on in the Հիշեք, որ կա եւս մեկը, ով ձեր պես գեղեցիկ էր։ Երբեք մի տարվեք ձեր սեփական գեղեցկությամբ։ and I think that Ահա ինչ է ասում Լյուցիֆերի մասին։ another one just as beautiful as you are. Դու օծյալ քերովբեն էիր, Up with your own որ ծածկում է, ու ես էի քեզ նշանակել։ Lucifer. You were the Դու anointed Աստծո սուրբ լեռան վրա էիր։ I established Դու հրեղեն քարերի մեջ you were էիր on the շրջում։ holy mountain of God. You walked back and forth in the midst of fiery stones. Այս խոսքերը մարդկային արարածին չեն հասցեագրված, այլ հրեշտակային էակին։ That's an angelic being. Դու քո ճանապարհների մեջ կատարյալ էիր քո ստեղծված You were օրից, perfect in your մինչև քո մեջ անօրենություն գտնվեց։ till iniquity was found in you. So there was Այսպիսով ահա այս փառահեղ արարածը, ով աննկարագրելի իմաստությամբ, inexpressible փառքով, մեծությամբ եւ զորությամբ էր օժտված։ majesty Նա նաեւ բացառիկ արտոնություն ուներ ծածկելու Աստծո գահը, covering the սակայն նրա մեջ անօրենություն գտնվեց։ and yet iniquity was found in Նա հպարտացավ, he became եւ հպարտությունը դարձավ նրա անկման պատճառը։ Նա Աստծո երկնքից նետվեց ավելի ցածր վայր։ into a lower region. Then I just Մի պահ պատկերացրեք Աստվածության երեք անձերին, թե ինչպես էին նրանք խորհրդակցում եւ ասում. taking counsel. Խնդիրն այն է, որ մենք նրան չափազանց գեղեցիկ արարեցինք։ The problem was we made him Նրա համար հեշտ էր հպարտանալը։ easy. Այնպես որ եկեք հակառակն անենք։ So let's do it a different Նկատի ունեմ, որ սա ընդամենն իմ երևակայությունն է։ imagination. Let's take some Եկեք մի այնպիսի խոնար եւ ոչ կարևոր բան վերցնենք, որ նա այլևս երբեք չկարողանա հպարտանալ։ and never become proud. And so that Եվ ահա թե ինչպես ստեղծվեց Ադամը։ a remarkable Սա creation. կարևոր արարում էր։ And Adam was Եվ made Ադամն արարվեց փոշուց, of մի dust, պարզ փոշի, just common dust, խառնված mixed with ջրին, water, որը պիտի կերտվեր Աստծո ձեռքերում։ and then molded by the hand of God. And Մենք տեսնում ենք պատճառը, here the reason թե Աստված ինչու ստեղծեց why God նրան։ created. The chapter 1 of Ծննդոց առաջին գլխի 26 եւ 27-րդ խոսքերը։ Then God Եվ said, Աստված "Let us ասաց. make man Եկեք մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ արարենք։ Ուշադրություն դարձրեք, Աստված հոգնակի թվով է խոսում, որն Աստվածաշնչում հանդիպում է մեզ մի քանի անգամ։ and yet Սա այն խորհուրդն է, որ Աստված մեկ է, թեպետ մեկից ավելի է։ Եկեք մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ արարենք։ likeness. No, those are two words, image and likeness. The Hebrew word for image Ուշադրություն դարձրեք այս երկու բառերին՝ պատկեր եւ նմանություն։ Եբրայերեն պատկեր բառը ժամանակակից եբրայերենում կիրառվում է լուսանկարել իմաստով։ Այն ավելի շատ նկարագրում է արտաքին, քան ներքին էության նմանությունը։ Եռամեկ Աստված ստեղծեց եռամեկ մարդուն, ով կազմված է հոգուց, շնչից եւ մարմնից։ triune man. Spirit Սակայն տղամարդու արտաքին տեսքի մեջ մի բան կա, որը ներկայացնում է Աստծուն։ of man Ոմանք դժվարությամբ են ընդունում սա։ represented God. Սակայն թույլ տվեք հետևյալն առաջարկել ձեզ։ Hard to accept, but then Երբ Աստված հայտնվեց մարմնում, it was appropriate. այն տղամարդկային տեսակի մեջ հայտնվեց It was եւ ոչ թե այլ human being, կենթանու։ not in the form of an ox or a beetle or a bird. Մի բան կար տղամարդու արտաքին տեսքի մեջ, որը կարող էր ընդունել Աստծո ներքին էությունը։ Receive the inward form of God. And then God Այնուհետև Աստված շարունակում է. let them have dominion. Եվ թող նա իշխանություն ունենա ծովի ձկների եւ երկնքի թռչունների եւ անասունների ու ամբողջ երկրի ու սողացող բոլոր սողունների վրա։ In his own image. Notice we Այսպես Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն։ Նկատեք, որ այստեղ եզակի թիվ ենք տեսնում իր պատկերով։ Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ եք ստեղծեց նրանց։
Սա շատ կարևոր է, այս օրերին շատ հակասական տեսություններ են շրջանառվում այս խոսքի հետ կապված, սակայն Աստված երկու տեսակի անձեր արարեց, տղամարդ եւ կին, նրանք բավականին տարբեր են, եւ նրանցից բացի որևէ այլ սեռ գոյություն չունի, And God created եւ Աստված արարեց նրանց, որ իշխեն ողջ երկրի վրա, God's vice նրանք Աստծո տեղապահներն էին։ years ago when I was born. Տարիներ առաջ, երբ ես ծնվեցի Հնդկաստանում, այնտեղ իշխում էր փոխարկ